Այս տաղավարներն են մեծ շինություններն են տեղադրելու, որտեղ պեյջերի գրանցումն է լինելու, հետունդեղից մոտենալու։ Սա ինչ է ժամանակավոր կառուցել։ Սա ժամանակավոր կառուցել լինելու, բայց բավականին ամուր։ Սա այս ամբողջ շինությունն է։ Գները բավականին մաչելի մի տարբերություն ունեն Ստեղել արդեն ինչպես տեսնում եք աշխատանքները շարունակվում են եւ իսկ այն ճանապարհը որ մասամբ խոսում են այդ շարունակությունները Երևան մորը էվակուացիա ճանապարհը իսկ ամեն թենթը 1700 տարածքում երում ժամանակ 7000 մարդ կգտնի Այո, green zone-ում ավելի շատ մարդ շարժը շատ լինի, չետա կարեն մոչն համարում մեկ օրյա մեջ մեկ ակտալին երկր ու զուգահեռ տնալյատ տնալից Բավաշիկ, այստեղ հիմնականում լինելու երկու բաներ նմանատիպ բուֆերա լինելու, էքսպո պալասներա լինելու, դրան գումարած երկրների համար աշխատանքային գրասենյակներ շատ երկրներ իրենց նախարարների հաջողության պատմություններ, իրանց ծրագրերը կամ հիմնականում օրակարգային հարցերին վերաբերյալ իրանց դիտարկումները, կանչում են քննարկումները ստեղ են կազմակերպում ու շատ ժամանակ նաև երկրները ունենում են մեծ պավիլյոններում արդեն առանձին փոքր դալիճային հատվածա լինելու, որտեղ որ նաև այդ քննարկումները իրեն կազմակերպում են։ Սա է նմանատիպ գրասենյակների համար պայմաններ, այսինքն գրասենյակ ունենան, որը կլինի ընդունարանով առանձին իրենց պատվիրակության ղեկավարի համար սենյակով աշխատանքային կլինեն նաև այս տարբերակները։ Վերակառուցող մակերեսը Մերիդիան էքսպոկենտրոնում 65000 քառակուսի մետր ֆինանսական միջոցների շահում թեկավարտակի հետ իրանք ավելացրեցին։ Որոշակի տեսարան կունենա պատրաստելու ժամանակ միգուցե դեպի տեղի կազմակերպություն ունենան, որտեղ Հայաստանի Հանրապետության եւ ՄԱԿ-ի դրոշները բարձրացվել են։ Համալիրի մեջ հատվածում վերականգնական աշխատանքներ են փոքր ֆանտամերային